կարծիքով Քոչարյանը երկու խնդիր է փորձում լուծել։ Իհարկե նա շատ կցանկանար վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նույնիսկ նախագահի նստավայր, բայց դրա համար չկան ոչ ներքին, ոչ արտաքին անհրաժեշտ նախադրյալներ։ Սա մաքսիմալ խնդիրն է, բայց ես դա հնարավոր չեմ համարում։ Դատելով հարցազրույցներից հետո Քոչարյանի պահվածքից, կարծես թե ինքն էլ այդ հարցում վստահ չէ։ Երկրորդ խնդիրը, որ փորձում է լուծել երկրորդ նախագահը, դա իր քաղաքական եւ տնտեսական կապիտալը պահպանելն է։ Այսինքն նա վտանգ է զգում, որ 2017-18 թվականի գործընթացներին առաջ կարող է կորցնել իր ազդեցությունը եւ գնում է վաբանկ այդ ազդեցությունը պահպանելու նպատակով։ Ես ավելի շատ օրինակ Քոչարյանի հարցազրույցներում տեսել եմ հուսահատության էլեմենտներ, քան քաղաքականություն վերադառնալու հայտ։ Պարոն Սուրինյան, իսկ նաև խոսակցությունները չեն դադարում վարչապետի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ։ Ինչ եք կարծում այդ առումով։ Վերջապես վարչապետը պաշտոնանկ կլինի, թե կշարունակի։ Նախագահը հստակ հասկացրեց, որ առայժմ կառավարություն վերանայելու ցանկություն չունի։ Նա իր խոսնակի միջոցով միջամտեց ըստ էության Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան բանավեճին, հստակ հասկացնելով, որ կառավարության անդամների եւ վարչապետի պատասխաններից բավարարված է։ Այսինքն դա հստակ ազդակեր առ այն, որ մոտ ապագայում վարչապետի եւ կաբինետի փոփոխություն պետք չէ սպասել։